համայնքի ամենամեծ եկեղեցին է, գյուղական բնակավայրում եմ ապրում, մեր մոտ չկա եկեղեցի, ստեղ եմ եկել։ Վարչապետը վերջերս հայտարարեց եւ իր աջակիցներին խնդրեց, որ ամեն մեկը իր տեղում գնա եկեղեցիներ, հոգևորականների խնդրի, որպեսզի պատարագների ժամանակ Վեհապար Հայրապետյանը զեղչեն։ Դուք նման քայլի կգնաք, նման գործողություն կանեք։ Ես չեմ արել այս գործողություն, բայց էսի մեր համայնքի եկեղեցին է գալիս եմ այդքան բան։ Չեք խոսի քահանաների հետ, չեք խնդրի, որ Դե որ եթե ասենք նկատեն, որ քահանան ինչ-որ քարոզ է անում, դա հաստատ կմիջամտեն մեր։ Քահանաները քարոզում են առհասարակ։ Դե եթե այդպես չէ, քարոզում են քաղաքական քարոզի մասին է խոսքը, եթե անեն, բա կմիջամտեն մեր որ պետք է։ Պատարագները, այսինքն կստացվի, որ խանգարվում են, պատարագները վերածվում են քաղաքական։ Դե вообще եկեղեցականը ես այն գիտեմ, որ ամենը պետք է իր գործով զբաղվի, նույն եկեղեցականը պետք է իր եկեղեցական գործով, ոչ թե քաղաքականությամբ զբաղվի։ Ճիշտը տենց է, էլի։ Հիմա դուք վերագրող եք, որ դուք ձեր մասնագիտականով զբաղվեք, ես իմ մասնագիտականով, սաղից գործերն նորմալ կնի, համար իր գործով զբաղվի, ես եմ գտնում ճիշտը։ Կա հարց, որի պատասխանը կուզեիք կաթողիկոսից լսել։ Դե այդքան բան, որ ասում են, հաստատ կուզեի լսել, որ ոնց է, եթե այդ ուխտակրոնությունը խախտել է, խախտ է, Բայց վստահ եք, որ խախտել է։ Դե մի բանը, որ մի մարդու մասին 1000 հոգի ասում է, չի կարող սուտեն իմ կարծիքով էլի, ասենք, ինչի ձեր հետ չեն ասում, կամ իմ հետ, կամ մեր քույրիկի հետ, ինչ-որ մի բան։ Եթե մի բանը մի 1000 հոգի ասում է, ուրեմն մի բան կա, էլի։ Տեղյակ եք, ասացիք, որ հաճախ եք գալիս այս եկեղեցի այցելում, տեղյակ եք ով էր ձեր թեմի առաջնորդը։ Աստծո Եվան սրբազան։ Երեք Վեհապար Հայրապետը նրան պաշտոնից ազատեց եւ այժմ հայր Ռուբենը պետք է այստեղ կատարի նրա պաշտոնը, հա, թեմական առաջնորդ։ Չգիտեմ, այդ հայր Ռուբենին չեմ տվել, ճիշտ ասած, չգիտեմ ով։ Մինչև այդ որ գալիս եք եկեղեցիներ, Վեհապար Հայրապետյանը զեղչվում էր պատարագներին, ասում եք, որ հաճախ եք գալիս։ Դե հաճախ այդպես չի, որ ամեն շաբաթ եկել եմ, ասենք ամիսը մեկ եկել եմ, գործը վերումով այդքան ժամանակ չունեմ, ճիշտ ասեմ, հա, եղել է։ Իսկ դուք որտեղ եք աշխատում։ Ես Երևանի քաղաքապետարան եմ աշխատում։ Ձեր գործընկերներից ձեզ հետ եկել են այսօր։ Չէ, ես դեռ եմ ապրում։ Նեք, տեսեք, ասում եք եկել եք պատարակի, բայց մի ձեռքում սուրճն է, մյուսում սիգարետը, եկեղեցու բակում, դա Ես հելն եմ դուրս սուրտը պրոսը, դուք էլ եք մտցում հիմա, որ զերնես տականալում է, սուրտ եմ վերցրել, իսկ ծխել է ես շատ եմ ծխում, դուրս ասաց, ինձ ոչ մի գառան սիգարետ չի տենում, հենի։ Հարձապես տպավորություն է, որ ասել են, եկել եք։ Ես տեղի բնակիչ եմ, ես ուրիշ տեղի չեմ եկել, լեննականից ես իմ օրդերից, ես տեղի բնակիչ եմ, մեր եկեղեցին եկել եմ, միշտ գալիս եմ։ Շնորհակալություն։